1998-ի հունիսի 9-ին ազգային ժողովը քվեարկությամբ մերժում է Հայաստանի գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի առաջարկը պատգամավոր Նվեր Չախոյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին։ Վերջինս մեղադրվում էր դրամաշորթության մեջ, սակայն մեղադրանքը համարում է քաղաքական։ Երաժշտատեսությանը ոչինչ չունեմ ասելու։ Այսօր եկել եմ նստաշրջան, մնացած բոլոր հարցերով ազգային ժողովի նախագահին։ Նույն օրը ազգային ժողովն անորոշ է թողնում կոնյակի գործարանի ճակատագիրը, միայն երկու պատգամավոր էր համաձայն պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրից հանել կոնյակի գործարանը։ Պատգամավոր Վանո Սիրադեղյանը մեկ նախադասությամբ ձևակերպում է այս ձախողումը։ Իրեն հարգող ոչ մի խորհրդարան ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման օրն այսպիսի հարց չի քննարկում։ 1999-ի այսօրը կառավարության ընդունելությունների տանը ԿԸՀ-ն պատգամավորական մանդատներ է բաժանում երկրորդ գումարման նորընտիր պատգամավորներին։ Կարեն Դեմիրճյանն անձամբ է ժամանել ստանալու մանդատը։ Նույն օրը առաջին գումարման խորհրդարանում տեղի ունենում հրաժեշտի նիստը, ներկա են 2-3 պատգամավոր, նիստին ներկա չէ նույնիսկ խորհրդարանի նախագահ Խոսրով Հարությունյանը, որը տարածքում է, փոխարենը դատարկ Դահլիճին քաղաքական հետագործունեության մեջ հաջողություն է մաղթում փոխնախագահ Յուրի Բախշյանը։ Առաջին գումարման վերջին երրորդյայի առաջին նիստի Դահլիճն ավելի դատարկ էր։ Խոսրով Հարությունյանն անձնական ցավ է ապրում նիստի ձախողման համար։ Պատգամավորների սենյակներում ճամպրուկային տրամադրություններ են չվերեն տրվածների համար։ Տխուր եմ զգում, ոչ թե ինձ համար, այլ իմ տեսակի համար։ Ցավոք սրտի հասարակությունը չգնահատեց քաղաքական գործիչներին։ Ժողովուրդը գտավ իրեն կաշառողներին, հաճույքով գնաց, այդ խայծը կերավ։ Ժողովուրդը արժանի է այն իշխանությանը, որը ինքը ունի, այսօրվա նախագահին, այսօրվա ազգային ժողովին։ Վարչապետ դառնալուց մեկ ամիս հետո Անդրանիկ Մարգարյանի կառավարությունն ազգային ժողովում 2000 թվականի այսօրը դնում է իր վստահության հարցը ներկայացնելով իր գործունեության ծրագիրը։ Ծրագրով նա խոստանում է հաջորդ 3 տարիներին կրկնակի բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը։ 2000 թվականի այսօրը կառավարության նիստը վարում էր հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դա իմ իրավունքն է, ժպիտով ասում է նա։ Վերջինս իրատեսական է գնահատում կառավարության ծրագիրը, բայց հետևողականություն է պետք։ Լրագրողներին հետաքրքրում է նաև ներքաղաքական իրավիճակի նրա գնահատականը։ Նվոցը, որը ուղղակի ապրելակերպ է դառել եւ քաղաքական գործիչների մոտ նվոցին պետք է վերջ տալ։ Հայաստանում ապաստանած փախստականները հայտարարում են, որ հրաժարվում են այստեղ ապրել, իրենց հատկացված միջազգային օգնությունը չեն տրամադրում, դիմել են եւ նախագահային, խորհրդարանի խոսնակին եւ վարչապետին։ Ոչ մի արձագանք, ուստի ուզում են գնալ, սակայն իրենց տրամադրած փաստաթղթերով դա անհնար է, ճամփորդական կնիկ չկա։ Փախստականները զբաղվող չկա։ Ведь у нас есть люди, которые они со свалок берут хлеб и кушают. Слушайте, не стыдно разве выдать вот такой вот фальшивый документ, по которому никуда не могу уехать? Здесь мы как в заложниках. За что? Короче, мы не хотим здесь жить. То это մեր օգնությունները իրանց հալալելնի 2006-ի այսօրը Հայաստանի դատախազությունը հրապարակում է ինքնասպանությունների վիճակագրությունը։ Վերջին 5 տարում ըստ դատախազության Հայաստանում ինքնասպան է եղել 1241 հոգի եւ եւս 1157 հոգի փորձել է ինքնասպանվել։